Let me tell you about my. Թույլ տվեք պատմեմ ձեզ մի պատմություն այն օրերից, երբ ուսանող էի ԱՄՆ-ում։ Միջոցառումներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել էր արտասահմանցի ուսանողների համար, դահլիճ էին բերվել բոլոր այն երկրների դրոշները, որտեղից ուսանողներ կային։ Հարցրեցինք, ինչու մեր դրոշը չկա։ 200-ից ավելի քուրդ ուսանող կար այդ համալսարանում։ Պատասխանեցին՝ ձեր հարևանների պատճառով։ Պարզեցինք, թե որտեղից է գալիս հրահանգը։ Թուրքերն էին։ Հարցրեցինք, ինչու։ Գիտեք ինչ պատասխանեցին։ If two Kurds in Brazil, in Argentina. Ասացին, եթե երկու քուրդ անգամ Բրազիլիայում, Արգենտինայում միավորվեն, անգամ ուսանողական, ոչ թե քաղաքական կազմակերպություն ստեղծեն, ապա մենք դա չենք կարող թույլ տալ։ So, how they accept that the Kurdish people, 25 million Kurdish people in Turkey and more than 3 million in Syria. Ինչպես կարող են նրանք ընդունել, որ Թուրքիայի տարածքի 25 միլիոն քրդերը, Սիրիայի տարածքի ավելի քան 3 միլիոն քրդերը եւ ավելի քան 7 միլիոն քրդերը Իրաքում միավորվեն։ Նրանք չեն կարող դա ընդունել, բայց ես համոզված եմ, որ նրանք կտեսնեն դա։ Քրդերի նոր երիտասարդ սերունդը ավելի գիտակից է։ Նրանք գիտեն ամեն ինչ այնպես չէ, ինչպես 90-ականներին։ Մենք 2026 թվականում ենք, կապի մեջ ենք աշխարհի տարբեր երկրների համայնքների հետ։ Մենք աշխատում ենք ամենատարբեր ոլորտներում եւ ես կարող եմ ասել իմ թշնամիներին, որ մի օր նրանք կտեսնեն մեծ Քրդստան պետությունը։ In the world we are working in different way. So I will say my enemies that one day they will see the big Kurdistan as a country. And they have really good with all of the nations. Որը հրաշալի հարաբերություններ կունենա տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ։ Այդ մենք նրանց կուղարկենք հետ Միջին Ասիա. To the middle of the Asia. About the coming to after the Syria and Turkey, they will turn to Iraq. So they tried to come to Iraq. Գալով ձեր հարցի այն մասին, որ Թուրքիայից եւ Սիրիայից հետո նրանք կանցնեն Իրաքի քրդերին։ Նրանք փորձել են դա, փորձել են գալ Քանդիլի լեռներ, այլ ուղղություններով նաեւ, բայց ամեն անգամ վերադարձել են դատարկ ձեռքերով։ They came back with the big with empty hands. So they tried to. Նրանք փորձել են Սիրիայի տարածքի քրդաբնակ քաղաքները գրավել տարբեր ահաբեկչական խմբավորումների միջոցով, բայց նորից դատարկաձեռն են մնացել։ Հիմա նրանք փորձում են գալ Սիրիա, իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման նոր տարբերակի, Սիրիայի նոր կառավարության հետ, բայց համոզված են, որ կրկին դատարկ ձեռքով կվերադառնան։ Թող գան Իրաք, թող գան եւ կտեսնեն ինչպես ենք մենք պաշտպանում մեզ։ Նրանք կարող են մեր դեմ անօթաչուներ, կործանիչներ կիրառել, փորձել ցեղասպանել մեզ, բայց նրանք չեն կարող ջնջել մեզ որպես ազգ։